Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Արա Պապյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, որ օպերատիվ հետախուզական միջոցների արդյունքում տվյալներ են ստացվել, թե ընտրությունների նշանակվելուց հետո բարեգործության իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում ուժեղ Հայաստան կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ համապետական ընտրություններին մասնակցող Հայաստանի տարբեր բնակիչների հետ կապված բարեգործության անվան տակ ինչ որ գործողություններ են արել, մի դեպքում արտոնություն են տվել, մի դեպքում անհայտուց գումար են տվել։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի ուժն է, գիտեք իշխանության եւ Կարապետյանի հակամարտությունը։ Այո, հենց այդ հակամարտությունն է, որ ենթադրել է տալիս, որ սա թիրախավորված է, որովհետև եթե խոսքը գնում է դեռևս չապացուցված այդ լուրերի, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, օդում կախված լուրերը, գիտեք, ես ինչքան օդում կախված լուրերի տվյալներ ունեմ, որ նման գործողություն անում նաև իշխանությունը, տարբեր բաներ է խոս տալիս, տարբեր, չգիտեմ, այսպես լավություններ է անում, այդ ոնց եղավ պետական միջոցներով ընտրություններից առաջ, չգիտեմ, թոշակների բարձրացում, օրինակ, բյուջեով չնախատեսված առողջապահական համակարգի, վճարման համակարգի փոփոխությունը, ենթադրենք դա լավ է, ենթադրենք եմ ասում, բայց դա հակաօրինական է, որտեղ բյուջեն օրենք է, պետությունը իրավունք չունի խախտելու բյուջեն անգամ լավ նպատակով եւ այլն։ Այստեղ ակնհայտ է գալի, որ կա դիտավորություն, որովհետեւ այո, ընտրություններից անմիջապես առաջ է այս ամբողջ տեղի ունենում, այս պայքարը, սա իհարկե կապում են հենց ընտրությունների հետ, իբր ընտրությունների հետ, բայց ակնհայտ է հալածանք է սա։ Պարոն Պապյան, իհարկե անմեղության կանխավարկածը պահելով եւ այլն, դուք ձայնագրությունը լսել եք, որ ասում է նա տելևիզորն ինչ է անում, արեք փող տանք։ Բայց տելևիզոր ինչ անում արեք փող տանք, տարբեր բան կարող է լինի, իսկ ով ասեց, որ դրա դիմաց ինչ որ բան էին, քվեին ուզում եւ այլն։ Ես էլ եմ բանը մի քանի օր առաջ մի աղջկա փող եմ տվել, որովհետեւ իրա աղջկա բուժման հետ էր կապված, այսինքն զանգել, խնդրել էր, ես էլ տվել եմ։ Հիմա այդ կարելի ասել, որ ես իրան կաշառել եմ, չէ։ Կներեք, դուք տեխնացու եք։ Չէ, ես տեխնացու չեմ, իմ քաղաքական ուժն է տեխնացու։ Բայց հիմա գիտեք, այդ ձև բան անընդհատ է տեղի ունենում, այսինքն սա առաջի դեպքը չի, վերջի դեպքը չի։ Հիմա բնականաբար ինչ որ մի ժամանակահատված համընկնում է նաև ժամանակահատված, այսինքն նախընտրական շրջանի։ Ասած սայնն է, որ դա այդպես ուղակի ապացույց չի, որ ասում է ինչ անում եւ այլն, բայց հետո էլ եմ կրկնում այստեղ։ Եթե օրենքը կիրառվել բոլորի նկատմամբ նման հավասարապես, այդ ուրիշ հարց է։ Գիտեք, դա հին ասացված կա, հատկապես Լատինական Ամերիկայում էր տարածված, որ բանը օրենքով պատժելու, բան ասում է, բռնապետությունները օրենք չեն խախտում, նրանք ստեղծում են համապատասխան օրենքներ։ Հիմա մեզ մոտ ոչ միայն համապատասխան օրենքներ է ստեղծված, այլ կիրառական դաշտն է համապատասխան, այսինքն թիրախային կիրառումը, խտրական կիրառումը, որը հեշտ նշանակում է անօրինականություն։ Էլում նկատմամբ պետք է կիրառի, ոչ չի անում իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը իմ եւ ձեր միջոցներով, հարկերով շրջում է, չէ՞ որ երբ անգամ շաբաթ կիրակի գնում է շրջանից շրջան, ինքը իր այսպես ասած թիկնազորին, որոնք մի քանի 100 են հասնում, կրկնակի աշխատավարձ է տալիս։ Եվ այդտեղ ինքը իրականացնում է ընտրապայքար։ Եվ այդ բառը անգամ իրանք օգտագործում են, եւ այնտեղ խոստումներ է տալիս, այնտեղ սպառնալիքներ է հնչեցնում, որ պատերազմ է լինելու, այլ եթե բանենք եւ այլն, հենց առաջի խախտողի իշխանությունն է։ Պետական միջոցների, այսինքն հարկատուների միջոցների յուրացման, անգամ ոչ թե սեփական միջոցների, հարկատուների։ Դուք ինչ եք կարծում, երբ որ Սամվել Կարապետյանի ուժի հետ կապվածը հալածանք եք համարում, նպատակը, վերջնարդյունքը ինչն է։ Նպատակը մնալ իշխանության։ Գիտեք, հիմա մեր նկատմամբ ժամանակին շատ ուժեղ հալածանք կար, վերման ենթարկել քրեական գործեր եւ այլն, հիմա էլ կա։ Բայց հիմա թիրախը, առաջնային թիրախը բնականաբար մենք չենք, մենք այն ժամանակ էինք, երբ որ ակտիվ էինք եւ դաշտում պայքարող չկար։
Ես ուզում եմ հիշեցնել, այս կուսակցությունների 90%-ը հյուրախաղերի են ելնում ընտրությունից ընտրություն։ Իհարկե սա Սամվել Կարապետյանին չի վերաբերում, որտեղ ինքը ակամայից ներքաշվեց այս ամբողջի մեջ։ Բայց երբ որ նայում ենք ովքեր են առաջադեմ, դրանք կամ կուսակցություններ, որ դոր են գրանցվել հենց հատուկ այս ընտրությունների համար, կամ եթե գրանցված էին, ոչինչ չէին անում։ Հիմա մենք որ պայքարում էինք, այսինքն հարյուրներով էինք բերման ենթարկվում, քրեական առ այսօր կա։ Հիմա կրկնում եմ, առաջնային վտանգ իշխանության համար ներկայացնում է Սամվել Կարապետյանը իր կուսակցությունը, իր թիմը, անկախ նրանից, որ ես չեմ կիսում այդ կուսակցության աշխարհակաղակական կողմնորոշումները եւ այլն։ Դա լրիվ հակառակ է մեր տեսակետներին։ Բայց այդպես է, դե բնականաբար առաջնային վտանգն են չեզոքացնում, իսկ այդ վտանգը չեզոքացնելու հիմնական միջոցը վախի տարածումն է, որը արվում է։ Այսինքն դուք կարծում եք հիմնական մրցակից այս ընտրություններում Փաշինյանի Կարապետյանն է։ Այո։ Ինչու օրինակ ԱԺԲ-ին չեք համարում եւ Սամվել Կարապետյանին եք համարում։ Մենք չունենք այդ բավարար ռեսուրսները։ 2000-ից ավել ընտրատեղամաս կա, որպեսզի 2000 ընտրատեղամասում մենք երեքական դիտորդ ուղարկենք, դա 6000 հոգի։ 6000 հոգի դիտորդ ուղարկելու համար այդ օրը առնվազն յուրաքանչյուր անձի $100 փող, ասենք, ծախսանում, մեզ $600,000 պետք է միայն ընտրության օրը ապահովելու քիչ թե շատ վերահսկողություն։ Մենք այդ 600,000-ը չունենք տվյալ օրվա համար եւ այլ բաներ չունենք։ Մենք ունենք գաղափար, մեր գաղափարական կուսակցություն է, մեր հաղթած գաղափարների կուսակցություն է։ Ես ձեզ ասեմ, որովհետեւ երբ որ մենք ասում ենք Ամերիկայի հետ պետք է ռազմաքաղաքական դաշինք ստեղծել եւ այլն, բոլորը մեր դեպ էին, մեզ էլ ամերիկյան լրտես, էլ ամերիկյան գործակալ եւ այլն, հիմա երկիրն է դառը ամերիկյան գործակալ, մեկը մեկից առաջ ընկած ասում է բա Թրիպը, բա Թրամպը, բա մյուսը, բան։ Հիմա մեր խնդիրը տեսնում ենք, գիտեք, այն ջահը տանողը, այսինքն ճանապարհը լուսավորողը, իսկ ծանրություն քաշող եւ տանող դրանք այլ կուսակցություններ են։ Մենք պարզվեց ռեսուրսի պակաս է, առայժմ ռեսուրսի պակաս է, կարող է այդ ռեսուրսներն էլ ունենանք, բայց ոչ այս ընտրությունների ժամանակ։ Դիտո ասեմ, ես այստեղ մի բան եմ ուզում հիշեցնել բոլորին եւ օգտվելով արդից կոչ անել բոլորին եւ ձեզ էլ կոչ անել, որ դուք հարցնեք։ Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ բաց հանգանակությամբ ցույց ենք տվել, ով ինչքան փող է նվիրում, եւ հենց այս պահին էլ դա ընթանում է, եւ հենց այս պահին էլ, այսինքն Facebook-ի վրա դրված այդ էջը, ես ձեզ էլ կխնդրեմ, որ դուք հարց տվեք այդ կուսակցություններին տարբեր, փոքր ու մեծ, որ ասում են, մեր ժողովուրդը իր գրպանից է տալիս այդ փողը, մեր նման անուն անառուն հրապարակեք $5-ից սկսած, չգիտեմ, մինչև $5,000, թող մարդիկ իմանան, որ դա լինի։ Հիմա դրա համար ես ասում եմ, մենք բաց թափանցիկ կուսակցություններ գաղափարով ամեն ինչ օրինական դաշտում իրականացնող։ Ցավոք սրտի, Հայաստանը դեռևս չի հասունացել ընտրական այն մակարդակին, որպեսզի զուտ գաղափարական ընտրություն կատարի։ Ժողովրդի մեծ մասը այո ակնկալում է որոշակի աջակցություն մեկ, եւ սա ժողովրդից է գալիս, ոչ միայն այդ տարբեր կուսակցություններից։ Եվ մյուսը նա է, որ ժողովուրդը ինքը իշխանության եւ փողի ու նկատմամբ մի տեսակ խանդաղատանք ունի, անգամ սերել չէ, ասենք խանդրը ասենք ինքը սիրում է այդ փողը, դրա համար էլ հենց փողով մարդ է գալի, իսկույն բան ալնում, կողնագրում։ Ես ասել եմ, կրկնեմ, մենք 4 միլիարդ հատերերի ընտրության ենք գնում։ Այսօր 4 միլիարդ հատեր է մասնակցում այդ ընտրություններին, նու մեկը անուղակի կերպով, այսինքն 4 միլիարդ հատերն ով է։ Սերժ Սարգսյանը, որ անուղակի կերպով է մասնակցում։ Իսկ այն մյուս 3-ը ովքեր են։ Նիկոլ Փաշինյան, Քոչարյան եւ Կարապետյան։ Այդ Կարապետյանն են ասում միլիարդ հատեր, ինչա, բանի Նիկոլ Փաշինյանի տնօրինած փողերը պակաս է։ Ինչ տարբերություն այդ փողերը ինքը պետության գրպանից է ծախսում, թե օլիգարխներին կամ բիզնեսմենին նամակ է գրում, որ ասում մենք ակնկալում ենք ձեզանից 10 միլիոն դրամ նվիրատվություն։ Դա փաստ է, չէ՞։ Այսինքն ինչ է նշանակում անձը, ով որ հարկային, մաքսային, իրավապահ համակարգի, այսինքն ղեկավարն է, նամակ է ուղարկում, իհարկե իր կնոջ միջոցով, հիմնադրամի միջոցով, կամ նախկին կնոջ հիմա կարելի ասել, եւ ասում են մենք ակնկալում ենք, կամ այսինքն այդ հիմնադրամը, իմ քայլի հիմնադրամը
այսքան ժամանակ այս պարչի որ այդ գումարները տենց են հավաքում, որտեղ հենց ձեր մոտ էլ ֆակտորն էլ հրապարակումները արել, որ նվիրատունների մի զգալի մասը հետագայում ազատվել են եւ տարբեր արտոնություններ են ստացել, մաքսային ներմուծման եւ այլն։ Այդտեղ էլ այդ կոռուպցիան Բայց ամենակ կաշառքը իշխանությունը չի։ դրան հակադարձում ունի։ Գիտեք ինչպես է հակադարձում, ասում է վերցրեք ցուցակը, տեսեք որ 100-ից ավելի ընկերություններ են այդ հարկային ու մաքսային արտոնությունները ստացել, բայց դրանցից 5-6-ն են բերել մեզ գումար նվիրել, ասում է, բա եթե դա տերոր էր, ինչի 100 արտոնություն ստացածնել չի բերել գումար վճարել։ Նախ նախ ես այդ ցուցակը չեմ տեսել 5-6-ն են։ Այս 2 օր առաջ ընկերոջս հետ էի խոսում, որին էլ էին դիմել 10 միլիոն դրամ էին ուզել, ասեց ես խորապես արհամարեցի եւ 4-րդ հարկի պատուհանից շարունակությունը չասեմ։ Չբանա, հայո կան դա նշանակում է որ ատելությունը այնքան մեծ է իրանց նկատմամբ, որ ավելի շատ է քան վախը, բայց խնդիրն է ինքնին նման նամակ ուղարկելը դա հակաօրինական է, հատկապես գումար նշելով ակնկալում ենք այսքան։ Կներեք, ով է ձեր Պետությունը իրավունք ընկերուհուն, չունի։ ներողություն, ով է ձեր ընկերուհուն դիմել եւ 10 միլիոն ուզել։ Ընկերուն չի, ասեցի ընկերոջս ընկերությանը։ Ներողություն եմ խնդրում, ես կապերի Չէ։ խնդիր ոնց որ, Հա, բայց ով է դիմել։ դե հիմա չասենք մանրամասները, գիտեք ով է թիմը, դրանք արդեն պետք չի։ Չէ, դե Պետք է եթե անցած իմանամ էտապա։ ինչի եմ հարցը տալիս, չգիտեմ։ Չէ, դա անցած, ասում եմ անցած էտապա։ Չգիտեք որ սպասի, ով է դիմե։ Չգիտեք էդ էլ հրապարակվել է, այսինքն նույն նամակները, երբ որ իմ քայլ հիմնադրամը դիմել էր դրամներ հավաքելու առումով։ Եվ իր հետ կապված հետևանքներ եղել են, որ մերժել է։ Այդ ընկերությանը այդքան հեշտ չէր հետևանքները, այդ ընկերությունը ամերիկյան ընկերություն է, որը գործում է Հայաստանում։ Դե հիմա Եթե այդպեսին չլիներ, գուցե եւ լիներ։ Պարոն Պապյան, վերադառնալով ընտրություններին, հետաքրքիր է, որ միլիարդատերերի ցանկում Ծառուկյանին չներառեցիք։ Չէ, բա 4 հոգի, որ ասեցի ոնց, բա Դե 4 չէ, հոգի Ծառուկյանը։ չէ, ասեցիք Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան, որը Սարգսյան, անուղղակի է մասնակցում, եւ հա, չորրորդն էլ համարեցիք Նիկոլ Փաշինյանին, որը հա, պետբյուջեի։ դե Ծառուկյան ուրեմն 5 եղավ, առավել եւս 5 եղավ։ Հա։ Հա ես այդ 4-ը հաշվել էի, որ ուղակի մասնակցությունը Սարգսյան անուղակի։ Եվ միլիարդները նրանց ինչ դեր են ունենալու այս ընտրությունների արդյունքների վրա։ Օրինակ հիմա քաղաքը լցված է այդ շատերի գովազդով։ Ամեն գովազդը ամսական մի քանի տասնյակ հազարից մի քանի 100,000 դրամ փողարժի։ Մեկ րոպեն հանրային հեռուստատեսությունը 45,000 դրամ է, որոշ մասնավոր հեռուստատեսություններում 100,000 եւ ավել դրամ է, այսինքն այդ օգտագործելու են, ֆիլմեր են նկարելու դրա, տարածելու են, պագիր բանալնելու, այսօր մարդիկ կա, որ էջը բացում ես, որ կայքը բացում ես, իրան նկարն է հայտնվում այդ բանով։ Բանա, ընտրապայքարը, թե ես պիտի ասեմ, որ կարծեմ 100 միլիոն դրամ է, թե ինչքան ինչ որ չափ կա դրած առավելագույն օգտագործելու ընտրապայքարի ժամանակ գումարի, բայց էության մեջ ես կարծում եմ լիքը այլ ծախսեր կատարվում են, որոնք չեն արձանագրվում։ Իսկ ինչ է կարծում, ընտրակաշառքը բաժանվելու է, թե ոչ ընտրություններին։ Արդեն սկսել է բաժանվել։ Ես բանակի ծառայության կրճատումը համարում եմ ընտրակաշառք, ես թոշակների բարձրացումը համարում եմ ընտրակաշառք։ Սա եթե անող էին, թողնեին 2 տարի առաջ։ Ընտրություններից առաջ շատ երկրներում ընդհանրապես արգելված է 6 ամիս առաջ ընտրություններից որևէ բան փոփոխել, այսինքն օրենսդրական փոփոխություն անել եւ այլն եւ այլն։ Այդ ամբողջ ընտրակաշառք է։ Օրինակ Այս Արող մեկ Շաբաթյան բանը ապահովագրությունը ընտրություններից 6 ամիս առաջ ներդրվեց 2026-ի հունվարին։ իսկ բյուջեի մեջ ներառված է այդ գումարը։ Իսկ թոշակների բարձրացումը, որ Նիկոլ Փաշինյանն ասեց, ինչ պետք է անել այդ 10,000-ը, ոնց պետք է ծախսեն, չգիտեն էլ, հետո էլ իրան կողքից ասին, գիտես ինչա, այդ 10,000-ով իրանք իհարկե բան չեն անի, բայց դրանց մեջ 600,000 թոշակառուի մեջ կլինեն երևի գոնե մի քանի տասնյակ հազար, որ դրա համար բան կանեն, ոնց որ ասած, մեզ քվե կտան։ Այդ ամբողջը այդպես է։ Ձեր ուզածներ, որ թոշակառուն
ավելի 10,000 դրամ պակաս լավ ապրի, չգիտեմ, լավ ձևակերպեցի Ոչ, ասես թե մեր ոչ։ ուզածներ, որ թոշակառուին ոչ թե 6 ամիս առաջ տային, այլ 16 ամիս առաջ տային կամ 32 ամիս առաջ տային։ Այն մեր ուզածը էդ էր։ Այ եթե այս ամբողջը արվեր 23 թվականին, բնականաբար ոչ մի կասկած չէր հարուցվի։ Իսկ եթե արվում է 25-ի վերջ, 26-ի սկիզբ, բնականաբար այդ կասկած հարուցում։ Իսկ Դա որ կոչվում է ողջամիտ կասկած։ հասկացա։ Իսկ ընդդիմադիր միլիարդատերերը կբաժանեն թե ոչ։ Գիտեք, այստեղ իրանք խնդիր ունեն, միգուցե եւ կուզենային բաժանեին, բայց հարցն է նա, որ հիմա մի բացառիկ իրավիճակ է ստեղծվել ի տարբերություն նախորդ ընտրություններին, երբ որ միլիարդատերերը, հարուստները եւ իշխանությունը նույն դաշտում էին խաղում։ Եվ ըստ էության իշխանությունը նրանց չէր հետապնդում եւ չէր վերահսկում։ Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ ընդդիմության դաշտում կա եւ կան միլիարդատերեր եւ մի կողմից էլ կա իշխանություն, որը փորձել է թույլ չտալ եւ իշխանություն ունի լծակներ թույլ չտալու համար, բայց մյուս կողմից էլ ընդդիմությունն է փորձելու վերահսկի իշխանությանը։ Դրա համար այստեղ բացառիկ է, ասեմ, եւ մեր որոշման վրա, որ ազգային ժողովրդական բևեռը որոշեց մասնակցել, որտեղ մենք երկար ենք քննարկել, նաեւ այն է, որ բացառիկ է այդ առումով, որ ընդդիմությունը ունենալու է բավարար ռեսուրս վերահսկելու, կկարողանա թե չէ ուրիշ հարց է, բայց ռեսուրս վերահսկելու իշխանությանը, իշխանությունն էլ վերահսկելու է ընդդիմությանը, եւ այդ ձեր ասած կաշառքները այդքան բացահայտ չեն լինելու, որովհետեւ մենք օգտվելու ենք մեր նման կուսակցությունները, որոնք երբեք չեն տվել կաշառք, փող չեն բաժանել եւ սկզբունքորեն դեմ են եւ բնականաբար չունենեն։ Այսինքն մենք այդ $20,000 որտի մուծենք որպես ընտրագրեր, հենա դրել ենք մի շաբաթա հավաքում ենք մարդիկ կրկնում եմ $5, $10, $50 նվիրատվություն են անում։ Այդ դրանց համար $20,000 ինչ է։ Այսինքն շարժում չի։ Դրա համար այդ բացաբանը կա, այո, կուզենան երկու կողմերն էլ կուզենան կաշառքներ տան, բայց դա բավականին քիչ ալնելու է, ես կարծում եմ, որտեղ մեկը մյուսին վերահսկելու է։ Պարոն Պապյան, Վլադիմիր Պուտինի թեկնածու ով է այս ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար է Նիկոլ Փաշինյանին ասում, որ կոնկրետ անձի է ուզում տեսնել ընտրություններին մասնակցող։ Ինքը կոնկրետ անձի մասին չի ասի, անուն չի Ռուսական տվել։ անձնագիր ունեցող քանի թեկնածու կա հիմա Այո, ընտրություններում։ հենց դրա համար էլ ասում է, որտեղ Պուտինը շատ լավ է հասկանում, որ այդ ասելով բանի Նիկոլ Փաշինյանի այսպես ասած հակառուսական կերպարը եւ ինքնիշխանության ջատագովն ու մարտիկ լինելու լուսապսակը ուժեղացնելու է։ Հասկանում եք, այդ այդքան պարզ ու միամիտ չի էս ամբողջը։ Գիտեք, ուղղակի այն նրանք, ովքեր որ մտածում են նրանք հայլեր, նաև հասկանում են ժողովրդի 80%-ը չի կարողանալու դա հասկանալու։ Որտեղ ժողովուրդը ասելու է, տեսեք, ուզում եմ ես ինչ մարդուն, բայց բոլորն են չի ասում, որ դրանով ինքը հարված հասցրեց, դրանով ինքը վառեց իր մարդուն, չգիտեմ ինչ եւ այլն։ Եթե այդ մարդիկ հասարակ մարդիկ հասկանում են, որ դա լավ չէր նման բան հիշատակելը, միթե Պուտինը այդքան չէր հասկանում կամ կողքից չէին հասկանում, ուրեմն հասկանում էին, դա ուզում էին արած լինեին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դիրքին ուժեղանա։ Եվ դա էլ արվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը ամենալավ թեկնածուն, ասեմ ձեզ, շատ ավելի լավ ռուսներեն, քան Կարապետյանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը անում այն ինչ որ ռուսներն են ուզում, բայց միևնույն ժամանակ դեպի արևմուտք քալ չի անում եւ վարկաբեկում է արևմտյան վեկտորն ու արևմտյան գաղափարը։ Իսկ օրինակի համար եթե լիներ բացահայտ պրոռուս, նա այո, ռուսական գիծեր տանել, ինչքան Նիկոլ Փաշինյանը ոչ ավել, դրանց ավել հնարավոր չի, բայց չեն վարկաբեկելու արևմտյան ուղին։ Ասենք Նիկոլ Փաշինյանից երկու օգուտ է ռուսներին, իսկ բացահայտ պրոռուսից կլներ մեկը։ Սամվել Կարապետյանին նկատի ունեք բացահայտ պրոռուսական ասելով։ Ինչ Սամվել Կարապետյան, իմ կարծիքով գոնե Քոչարյան եւ Ծառուկյանը եւս կարելի է այդ թիմին գումարել, Սարգսյանը մի փոքր այլ է, այսինքն ինքը միշտ էլ փորձել է ինչ որ խուսանավել, ինչ որ միջանկյալ դիրք բռնել, որն էլ իրան չներվեց, շատ բաներ էլ իրան չներվեց, բայց բոլորը գիտեն, որ այսինքն հիմա տեսեք, ասում են Սամվել Կարապետյանի բիզնեսները Ռուսաստանում է, օքեյ, իսկ Ծառուկյանի ու Քոչարյանի բիզնեսները որտեղ է։ Էլի Ռուսաստանում, այսինքն պարտադիր չի դու լինես Ռուսաստանի քաղաքացի կամ Ռուսաստանում ապրես, որպեսզի բիզնեսներ ունենաս։
Այնքան մարդ կա, ինքը ամերիկացի է եւ Ռուսաստանում բիզնես ունի եւ այդ առումով բանա։ Հիմա Սամվել Կարապետյանի ունեցվածքի 52%-ն է Ռուսաստանում, մենք չգիտենք մյուսների, այսինքն ունեցվածքի ու հարստության քանի տոկոսն է գտնվում Ռուսաստանում։ Բայց եւ մենակ դրանով չի էլի որոշում ռուսականությունը։ Սեղ պիտի հաշվի առնել, որ ռուսական վեկտորը թուլանալու է միևնույնն է, որովհետեւ Ռուսաստանն ինքն է թուլանում։ Այսինքն նրա քաղաքականությունը Ռուսաստանի ածանցվում է իր հնարավորություններից, ոչ թե ցանկություններից։ Իսկ հնարավորությունները թուլանալու են։ Իսկ հիմա ոնց որ թե արդեն այլ մակարդակի է պատերազմը Ուկրաինայում բարձրանում, որտեղ ուկրաինացիք բալեստիկ հրթիռներ եւ այլն նորից այլ հրթիռներ այդ կրուզ միսայլներ այդ ձև բաներ են ստեղծում, որը կարող է էապես փոխի հավասարակշռությունը հօգուտ Ուկրաինայի եւ բնականաբար արդեն այդտեղ էլ նաեւ Ռուսաստանը ավելի կթուլանա, որովհետեւ դա բերելու է նրա, որ առնվազն անջատողական նկարտումները Ռուսաստանի ներսում ուժեղանալու են։ Նկարտումները հաստատ կբերի դա, ասենք, Ռուսաստանից մի քանի տարածաշրջանի փոկվելուն, չգիտեմ, բայց բնականաբար կենտրոնախույս ուժերը կուժեղանան։ Այո։ Պարոն Պապյան, տեսեք, երբ որ դուք ասում եք Քոչարյանի ու Ծառուկյանի բիզնեսներն էլ են Ռուսաստանում, ըստ էության ցանկանում եք ասել նրանց կախվածությունը, հա։ Ես ուզում եմ ասել, որ դա բնական է։ Հայաստանում ապրող բիզնեսմենը չի կարող Ռուսաստանում բիզնես չունենալ եւ չի կարող կապվածություն չունենալ ռուսական շուկայի հետ։ Մենք բոլորս գիտենք, որ ռուսական շուկան Հայաստանի ապրանքների ամենամեծ շուկան է եւ Նիկոլ Փաշինյանի օրոք դա ավելի շատացավ մեր կախվածությունը, գրեթե 2-2.5 անգամ շատացավ մեկ, եւ նաեւ հումքի գնման առումով Ռուսաստանից ենք մենք գնում հիմնական, այսինքն հումքը։ Այսինքն մեզ չի հաջողվել այս անկախության կամ հարաբերական անկախության տարիներին լիքը խոսացել ենք բանի մասին, դիվերսիֆիկացիայի մասին, այսինքն մեր բազմազանեցնել մեր տնտեսությունը չի եղել, ընդհակառակը։ Եթե 2000-ականների սկզբին մեր հիմնական առևտրական գործընկերը, առևտրային գործընկերը Եվրոմիությունն էր, հիմա Ռուսաստանն է։ Մենք ավելի կախված ենք Ռուսաստանից։ Հետևաբար, եթե դու Հայաստանում բիզնես ունես, դու ուզած չուզած պիտի Ռուսաստանի հետ գործ անես, ընդեղ էլ պիտի ունենաս այդ բիզնեսները։ Տեսեք, այս առումով օրինակ Նիկոլ Փաշինյանը ավելի շահեկան դիրքերում չէ, նա բիզնես չունի Ռուսաստանում։ Մենք չգիտենք, մենք դեռ չգիտենք, ոչ մի իշխանության օրոք ոչ ոք չգիտեր եւ չէր ասում։ Իջա կարծում եք Քոչարյանի ժամանակ որևէ մեկը համարձակվում էր ասել, որ Քոչարյանը բիզնես ունի Ռուսաստանում։ Հիմա Նիկոլի ժամանակա կգա թող անցնի տարիներ, գոնե մի քանի մեծ սկանդալներ եղել է, մոռացել եք սիգարետի բանը, մաքսանենք ներմուծումը Ռուսաստան եւ այլն կապված է Նիկոլ Փաշինյանի եւ այլն։ Փեսային հավատում եք։ Ես փեսային չեմ հավատում, այլ աղբյուրներ եւս կան, չեք կարծում, որ բացի փեսայից աշխարհում ուրիշ աղբյուրներ չկան։ Նայ, ես դրա համար թողեցի անմեղության կանխավարկածը, դրա համար ասում եմ, իր իշխանությունից հետո դա կպարզվի։ Ես չասեցի կա, որ դուք հարցրեցիք, ես ասեցի, մենք չգիտենք։ Մի իշխանությունը կվերանա, կիմանանք։ Հիմա ասենք Քոչարյանի պարագային մենք գիտենք նաև, որ ինքը ինչ էր կոչվում, կարծում եմ Զվիզդան էր, ինչ էր դրա այդ բանկա, չէ։ Սիստեման նկատում եք։ Հա, սիստեմայի Զվեզդան հա դրա բանն էր, ավելի գաղտնի տեսակը։ Սիստեմայի, այսինքն բանն է։ Հիմա պարզ է, չէ, որ ինքը այնտեղ ղեկավար կազմի անդամ է, փայատեր է եւ այլն եւ այլն։ Դե բանն էլ Գավիկ Ծառուկյանն էլ գիտենք այնտեղ բանով, անգամ բելարուսական թեկումով եւ այլն։ Չէ, բայց ես հասկանում եք, կոնկրետ Ծառուկյանի եւ Կարապետյանի պարագային, դա մի քիչ ուրիշ է, Քոչարյանին ու Փաշինյանն այլ է, որտեղ իրենք եղել են դե ֆակտո առաջ դեմքերը երկրի եւ ըստ էության դրանով է պայմանավորված, ասենք, իրենց նայեք, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը նախ հարստացել են, հետո են մտել իշխանություն։ Գագիկան ստեղծել է, ասենք, Ծառուկյանը իր կուսակցությունը արդեն եղած մեծարուստ, բան արել, էս արել են արի եւ այլն։ Իսկ մյուսները մտել են իշխանություն, հետո են հարստացել։ Եվ սրա մեջ էական տարբերություն կա այդ ամբողջի։ Թեև էլ եմ կրկնում, պիտի արդար դատարանը հետաքննություն իրականացնի բոլոր մեղավորներին պատժի, բայց խտրական չպիտի լինի։ Վերադառնանք ձեր առաջի հարցին, խնդիրը այս դանում է առաջանում, որ պատժվում են նրանք, ովքեր որ
անդիմության դաշտում են։ Սա է դառը Պարոն Պապյան, իրականությունը։ ԱԺԲ-ն ինչպես է մասնակցելու ընտրություններին, ով է թեկնածուն, ինչ է կանելու, ում հետ եք միանում։ ԱԺԲ-ն մասնակցելու է իր անունով եւ դաշինք չի կազմելու։ Դաշինք չկազմելու, այսպես ասած, պատճառներից մեկը այն է, որ մենք այո, հետևողական պայքար ենք մղել եւ այլն, բայց հասկանում ենք, որ դաշինքի պարագային 8% անցումային շեմը դառնում, իսկ կուսակցության պարագային 4%։ Եվ մենք ոմանց նման չենք նորաթուխ, որ հելնում են ասում են, մենք մեր մեջ հարցում արեցինք, մենք երկրորդ ուժն ենք արդեն բանում Հայաստանում եւ այլն, էլի։ Երբ որ հայտնի չի, ասենք իրանք անցողիկ շեմը կախտարեն, թե չէ։ Ուրեմն տրամաբանությունը հուշում է, որ կուսակցությունով գնալն ավելի ճիշտ է, քան դաշինքով, ելնելով անցումային շեմից։ Մեր թեկնածուն, վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է։ Դրա մասին մենք հայտարարել ենք։ Մենք նրա առաջնորդությամբ մի անգամ 2018-ի ընտրությունների մասնակցել ենք։ Հիմա երրորդ անգամ ենք մասնակցում ընտրությունների։ Մեզ բոլորի հետ շատ կուսակցությունների հետ, չեմ ասում բոլորի, մի քիչ սխալ ասեցի, նախկինների հետ չէ, բայց այսպես ասած այդ անդիմության դաշտում գտնվող տարբեր կուսակցությունների հետ երկար ժամանակ կլոր սեղաններ են կազմակերպել, շփումներ են ունեցել, խոսել ենք, ինչ որ համախմբման առումով ես հիշեցնեմ ձեզ, որ մենք միակ կուսակցությունն ենք, որ գրեթե տարուկես գիշեր ցերեկ Ազատության հրապարակում համախմբում վրան ունեինք դրած եւ կոչ էինք անում բոլորին եւ այդ խորհրդանշական գործողությունն էլ անում էինք։ Հələ Հայաստանի պատմության մեջ չի եղել որևէ քաղաքական ուժ, մեկն էլ փորձեց 3 օրից ավել չկարացավ ապահովել այնտեղ ներկայություն։ Մենք տարուկես արեցինք համախմբում։ Հիմա մենք ասեցինք, իհարկե մենք լսեցինք, որովհետեւ շատերը ոչինչ իրանցից չեն ներկայացնում, բայց հավակնությունները տվել իրանց անցել, հա, շատերը ուղակի պատվեր են կատարում, բայց մենք հիմա 3 կուսակցություն կա, որոնց հետ մենք հավանաբար դեռ վերջնական համաձայնության չենք եկել, բայց շատ մոտ ենք համաձայնության գալու, որ մենք իրանց ներկայացուցիչներին կներառենք մեր ցանկի մեջ, անգամ մեզ խորհրդի անդամներից առաջ, որտեղ մեր նպատակն է երիտասարդներին դնել առաջի շարքերում, եւ այդ միասնական ցուցակով 3-4 կուսակցությունով կգնանք ընտրության ազգային ժողովրդական բևեռ անվանումով։ Որ կուսակցություններն են, պարոն Պապյան։ Դա չասեմ, դեռ գնում է բանակցությունները, երբ որ կլինի նոր կասեմ։ Բնականաբար այդ իրապարակվելու է։ Մինչև ամսի 23-ը վերջնական օրը դեռ ժամանակ ունենք, մի շաբաթ առնվազն կա։ Եվ պարոն Ավետիսյանը անազատության մեջ է, քարոզարշավը արդյունավետ լինելու է։ Այո, լինելու է, որովհետև մենք այդ նույն ռեսուրսների բացակայության պատճառով նաև ժամանակի եւ նաև օրինապաշտ քաղաքացի, ես հիշեցնեմ ձեզ, օրենքը շատ կարճ ժամանակահատված է տալիս ընտրապայքարի համար, պաշտոնական օրինականի ոչ թե հիմա այսքան սկսել են, մենք բնականաբար պիտի օգտագործենք, շեշտադրություն դնենք հիմնականում առցանց տարբեր կայքերի, տարբեր հաղորդումների։ Իսկ ինքը բավականին ունի տեսագրություններ մնացած եւ նաեւ ինքը ոնց որ ասած մասնակցում է տարբեր գրելով, հոդվածներ ուղարկելով, իդեպ ամսի 16-ին Անի Պլազայում իր գրքի շնորհանդեսը պիտի լինի Հայք նախագծի, որը մարդը այնտեղ ի տարբերություն մարդկանց, որ ոչինչ չեն անում, անգամ բանտում նստած գիրքագրի Հայաստանի ճակատագրի մասին այդ խնդիրները լուծման եւ մենք այդ շնորհանդեսը կանենք։ Այո, ինքը անմիջականորեն չի մասնակցի, եթե հնարավորություն ունենանք, մենք չգիտենք դա թույլ կտան, թե չէ, տեսագրություններ, ձայնագրություններ եւս, բայց հոդվածներ գոնե գրավոր տեքստերը մենք ստանում ենք, դա օրենքով արգելված չի։ Այո։ Եվ հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններին դուք խորհրդարանի անցողիկ շեմը չեք հաղթարել, այս դեպքում ինչ հույսերով եք մասնակցում։ Նախորդ ընտրություններին մասնակցում էր 25 կուսակցություն, մեզանից առաջ էր ընդամենը 5-ը, որոնցից 2 մտան խորհրդարանը։ Այդպես որ իսկ մեզանից հետո դեռևս 19 էին։
Եվ այդ 19-ից էլի շատերը մասնակցում են։ Այնպես որ եթե այդ տեսանկյունից նայում են, մենք ոնց որ ասած այդ առաջի բանի վեցյակի մեջ ենք եղել։ Այդ չէ որ սա մեկ։ Երկրորդը ես ասացի, որ իրավիճակը փոխվեն առումով, որ ընդդիմությունն ու իշխանությունը որոշակի կփոխադարձաբար վերահսկեն, կամ ասենք ընդդիմության մի մասը այդ կարող է։ Եվ երրորդ ամենակարևորը, մենք ուրիշ կուսակցությունների նման չենք, որ հյուրախաղերի ենք դուրս գալիս։ Մեր համար սա մեր պայքարի հերթական փուլն է։ Մենք ամեն ամիս, ամեն տարի պայքարի մեջ ենք եղել։ Հետևաբար, եթե մենք այդ պայքարի մեջ ենք եղել եւ ել եմ կրկնում, մեր համախոհները հենց դա էլ պնդում էին։ Հիմա չմասնակցել դուր անկախ ելքից, թեև շատ հավանական է։ Եվ շատերը հավատացած են, որ մենք հաղթահարելու ենք եւ այո լինելու ենք խորհրդան, որովհետեւ եթե մի կուսակցություն, որը խորհրդարան չմտնելով իր գաղափարները կարողանում է հասու դարձնել եւ իշխանությանը եւ ընդդիմությանը եւ դրսին ու ներսին, ուրեմն ինքը ուժեղ կուսակցություն է։ Եվ եթե այդ տեսանկյունից նայենք, այս բոլոր 126 կուսակցության մեջ մենք ենք հաղթող կուսակցությունը, որովհետև մեր գաղափարներն են հաղթել։ Հաղթում է գաղափարը, թե չէ խորհրդարանում 10 հոգի կունենաս 20 հոգի թե 50, դա հաղթանակ չի։ Դա այսօր կա, վաղը չկա, հաղթում են գաղափարները։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։